Ռուսական Եկատերինբուրգում կատարվածը իսկական ռեզոնանս է առաջացրել Մոսկվա-Բաքու հարաբերություններում, իսկ ռուսական այդ քաղաքում իրավապահները ըստ էության վնասազերծել են էթնիկ ադրբեջանցիների մի բանդայի։ Մամուլում տեղեկություններ եղան, որ այդ հանցախմբի կորիզը Ռամիլ Սաֆարովի եղբորորդիներն են եղել, այն Սաֆարովի, որը հիշենք Բուդապեշտում կացնահարեց հայ սպամեր Գուրգենին։ Մինչև կֆիքսենք խոսուն գենետիկան, մոսկովյան իրավապահները պաշտոնական հայտարարություն էլ տարածեցին, որ Եկատերինբուրգում բերման են ենթարկել հանցագործությունների մեջ կասկածվող մի խումբ անձինք, որոնք էթնիկ խմբի անդամ են։ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան էլ ասաց, որ փաստական նյութի մասին իրազեկել են ադրբեջանցի գործընկերներին։ Եկատերինբուրգում փաստորեն ավելի քան 100 դար գործած էթնիկ ադրբեջանցիների այս հանցախմբին կասկածում են վարձկանությամբ մարդասպանություններ իրականացնելու, մահափորձեր կազմակերպելու մեջ։ Ըստ տեղեկությունների ձերբակալվել է ավելի քան 50 ադրբեջանցի, մի քանի տասնյակը թաքնվում են, նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Բայց մեկ է, Ալիևը հիմա այնքան է ակլորացել, որ հանդգնում է մերժել ոչ միայն Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկի, այլև ցանկացած ռուս պաշտոնյայի այցը Բաքու։ Իսկ Մոսկվան ընդամենը օրենքի շրջանակում հանցախումբ էր բռնել։ Հիմա արդեն ինչ Ռուսաստանի ստանալու է ստացած, հիմա այլևս կարող է գնալ դեպի Եվրոպա, դեպի Ուկրաինա։ Բայց եթե գնում է դեպի Ուկրաինա, Արևմուտքը, Եվրամիությունը այլևս կընդառաջի։ Բաքվի վարչախումբը բացահայտ վիրավորում է նախագահ Պուտինին, նրան քսենոֆոբ անվանում։ Հակառուսական քարոզչության էյֆորիային լցված Բաքվի իրավապահ կոչվածները հայտարարում են, թե ռուսական Սպուտնիկ Ադրբեջանի գրասենյակում իբր ծպտյալ աշխատած Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներ են ձերբակալել։ Այստեղ ադրբեջանցի իրավապահները սահուն վրիպում են, որովհետև հանրահայտ է արտերկրում աշխատում է ոչ թե Դաշնային անվտանգության ծառայությունը, այլ արտաքին հետախուզության ծառայությունը, բայց սա չի խոչընդոտում, որ բռնապետական ռեժիմը ցույց տա, թե իբր քաշ ունի։ Պլանավորումներ, քրեական գործեր, նույնիսկ մի գաղտնի կոչված ձայնագրություն են հրապարակել, իբր 2024-ի դեկտեմբերին կործանված ադրբեջանական ինքնաթիռը ռուսներն են խոցել։ Огонь, говорю! Ավելի պարզ, Բաքուն գործի է դրել ամբողջ արսենալը դիվանագիտական ճակատամարտ հայտարարելով ոչ միայն գերտերություն Ռուսաստանին, այլև տարածաշրջանի խոշոր խաղացող Իրանին։ Բաքվի պետական հեռուստաալիքով սպառնում են զորքով մտնել Թավրիզ։ Իրանի գերագույն առաջնորդին անվանում են Ադրբեջանի գլխավոր թշնամի, վիրավորում են իրանական քաղաքակրթությունն ու ժողովրդին։ Ալիևը ցնցումների մեջ է։ Անգամ Էրդողանը մի առիթով հայտարարել է Իրանին դիմելով, որ մի մոռացեք, որ Ադրբեջանի թիկունքում Իսրայելն է կանգնած։ Ալիևն էլ տարբեր առիթներով նշել է, որ այնինչ Իսրայել-Ադրբեջան փոխհարաբերություններից դուք տեսնում եք, դա ընդամենը այսպեսի երևացող կողմն է, մերը շատ խորն է։ Երևանում դեսպան Սոբհանին հենց այս օրերին վերահաստատեց Իրանի դիրքորոշումը։ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Արևմտյան Ադրբեջան անվանումը, որ օգտագործվում է Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է, եւ այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես եթե այն ենթադրում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ։ Իրանագետներն ավելի են պարզեցնում, Արևմտյան Ադրբեջանը Իրանի հյուսիս-արևմուտքն է, որը էթնիկ թուրքերով է բնակեցված։ Իսկ որ Իսրայելը Իրանին հարվածել է Ադրբեջանի տարածքից, իրանական կողմը չբացառեց հնարավոր եւ հավանական համարելով, որ մեջբերում թշնամի սիոնիստական ռեժիմը այդ հարևան երկրի տարածքից օգտված լինի։ Իսրայելի լրատվամիջոցներն էլ գրեցին, որ իսրայելական զինված ուժերը գործել են Իրանին մոտ մի երկրում։ Իսկ մինչև իսրայելա-իրանական պատերազմը Ալիևը Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին ընդունելիս ասում էր, տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն տարածաշրջանի երկրները, եւ այստեղ առաջինը Իրանին էր հիշատակում, որպես տարածաշրջանի առաջատար երկիր։ Հիմա սակայն Բաքուն այս ուղղությամբ էլ թշնամաբար է դիրքավորվել։ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանը տարածաշրջանում ինքնուրույն խաղացողի փորձեր է անում։ Եվ հիմա, որքան էլ Մոսկվան օրինակ թերևս ավելի հակված է իրավիճակը հարթելուն, Բաքուն սակայն սրում է այն ու ավելի ցուցադրական դեմարշների գնում։ Հայաստանի ներքին քաղաքական այս турբուլենտության պայմաններում այս համապատկերն ինչպիսի անդրադարձ կունենա մեր երկրի վրա, թերևս առաջիկայում կերևա։ Պարզ կդառնա, թե որքան լայն կբացի երախը Ալիևը։ Սիանուշ Մլադյան, ժամը լրատվական։